Մայիսի 19-ը ընտանեկան բժշկի համաշխարհային օրն էր, ինչի առիթով սկսած 2019 թվականից ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած լավագույն մասնագետներին։ Սա փորձի փոխանակման, բժշկագիտության ժամանակակից մոտեցումների, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման ու կանխարգելման, նորագույն ուղեցույցների քննարկման գլխավոր հարթակ է։ 21-րդ դարի մարտահրավերը, ես ինչպես ասեցի, դա համակցված հիվանդի բուժումն է, այսինքն այսօր անկախ նրանից, որ մենք ունենք նեղ մասնագետներ, մեր բոլոր ընտանեկան բժիշկները եւ թերապևտները պետք է արհեստավարժ վարեն մի քանի հիվանդությամբ հիվանդին, որովհետեւ օրինակ մարզերում, մենք չունենք բոլոր նեղ մասնագետները, այսինքն իրանք պետք է հմուտ լինեն, որ կարողանան նույն զարկերակային գերճնշումով, շաքարային դիաբետով եւ օրինակ աղիքային խոցով հիվանդին վարել։ Մենք դրա համար պետք է անպայման փորձը վերցնենք տարբեր երկրների։ Այս համաժողովների գլխավոր արդյունքը տարեցտարի ներդրվող նոր մեթոդներն ու ուղեցույցներն են։ Եթե նախկինում առաջնային օղակի բժիշկները գործում էին առանց հստակ չափանիշների, ապա այսօր եվրոպական փորձն արդեն տեղայնացվում է Հայաստանում, բարձրացնելով բուժման որակն ու իրավականորեն պաշտպանելով մասնագետներին։ Գիտաժողովի շնորհիվ արձանագրվում են նաև կոնկրետ գործնական ձեռքբերումներ։ Այս տարի մեր գիտաժողովում մենք ունենք 3 նոր մեթոդի ներկայացում։ Մենք ունենք գրանցված նոր դեղորայք, որոնք բուժելու են մետաբոլիկ առողջության եւ ճարպակալման, այն մարդիկ, որոնք չեն կարողանում ունեն ճարպակալում մետաբոլիկ համախտանիշ չեն կարողանում նիհարել եւ իրենց պետքա դեղորայքային օգնություն, միջամտություն։ Երկրորդը շաքարային դիաբետի համար մենք ունենք նոր բուժման թերապիա, նոր դեղեր, նորից գրանցվել են, որոնք որ ոչ միայն շաքարային դիաբետն են կարգավորում, այլ նաև բուժում են երիկամային ապահովությունը եւ սրտային ապահովությունը, այսինքն 3 էֆեկտ։ Հայաստանում անցկացվող բժշկական այս գիտաժողովին մասնակցում են մասնագետներ եվրոպական ու ԱՊՀ երկրներից։ Օրակարգում ներառված են ոլորտի ամենաարդիական ու երբեմն նույնիսկ ֆանտաստիկ թվացող թեմաները։ Օրինակ, թե ինչպես հնարավոր է մարդու սեփական ճարպային բջիջներից ստեղծել աճառային հյուսվածք, ինչը բոլորովին նոր խոսք ու մեթոդ է հոդերի վիրահատության ոլորտում։ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եկատերինա Պալյակովան էլ ներկայացրեց ռիսկերի կանխարգելման այնպիսի արդյունավետ մոդելներ, որոնք ընտանեկան բժիշկներին թույլ կտան կանխել սրտանոթային ծանր հիվանդությունները հենց նախնական փուլում։ Риски есть различные. Есть риски, с которыми мы можем справиться. Ռիսկի գործոնները բաժանվում են փոփոխվող եւ չփոփոխվող խմբերի։ Առաջնայինը կենսակերպի հետ կապված գործոնների փոփոխությունն է, ինչպիսիքն են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ծննդակարգը, թերշարժունությունն ու անառողջ քունը։ Ըստ հետազոտությունների միայն այս գործոնների վերացումը եւ վնասի նվազեցման ոչ դեղորայքային միջոցների կիրառումը կարող են 10-ից 15 տարով երկարացնել մարդու կյանքը առանց սրտանոթային աղետների։ Վնասակար սովորություններից ազատվելու համար մասնագետներն առաջարկում են աստիճանական անցման մոդելը։ Օրինակ, ծխողներին, ովքեր դժվարությամբ են հրաժարվում նիկոտինից, որպես միջանկյալ քայլ առաջարկվում է անցնել ծխախոտի այլընտրանքների, որոնցում այրման արգասիքներն ու ծանր մետաղները հազարավոր անգամներ քիչ են։ Սա նվազեցնում է օրգանիզմի ընդհանուր տոքսիկ բեռնվածությունը եւ հեշտացնում հետագայում ծխելն ամբողջությամբ թողնելը։ Նույն փուլային մոտեցումն է կիրառվում նաեւ քաշի նվազեցման հարցում, սննդակարգի փոփոխությունից մինչև դեղորայքային բուժում։ На 5 мм систолически. Սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնները պարզ են՝ ճնշում, ավելորդ քաշ, ծխել եւ пассив կյանք։ Սակայն թվերը փաստում են ընդամենը 5 մմ սիստոլիկ ճնշման իջեցումը կարող է 7 տարով երկարացնել մարդու կյանքը։ Իսկ ծխելուց հրաժարվելը 20-ից 30%-ով նվազեցնում է սրտանոթային մահացությունը։ Ավելին, մարմնի զանգված ընդամենը 10-ից 15% կորուստը կարող է հանգեցնել նույնիսկ շաքարային դիաբետի ռեմիսիայի։ Ուստի բժիշկների խնդիրն է պացիենտներին տալ ոչ միայն դեղորայք, այլև հստակ ուղեցույցներ կյանքի ոճը փոխելու համար։ Ոչ վարակիչ հիվանդություններն այսօր մեծ մարտահրավեր են ամբողջ աշխարհում։ Ծխախոտը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկն է, ինչպես գիտենք, եւ վնասի նվազեցման ռազմավարությունը պետք է կիրառվի նաեւ ծխախոտի վերահսկման հարցում, ասում է Վրաստանից ժամանած հանրային առողջության փորձագետը։
43 million people dies globally because of non-communicable. Գլոբալ առումով 43 միլիոն մարդ մահանում է հենց ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Վրաստանում եւ Հայաստանում բոլոր մահերի շուրջ 93-ից 94%-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով։ Այնպես որ, ինչպես ասացի, սա մեծ մարտահրավեր է առողջապահական համակարգի համար։ Վնասի նվազեցման ռազմավարությունները լայնորեն կիրառվում են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների հանդեպ, ինչպիսիք են ալկոհոլը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, օդի աղտոտվածությունը եւ այլն։ Փորձագետների պնդմամբ վնասի նվազեցման ռազմավարության գլխավոր նպատակն է նվազեցնել հիվանդացությունն ու մահացությունը, երբ գործնականում հնարավոր չէ հասնել բացարձակ իդեալական վարքագծի, իսկ նման համաժողովները լավագույն հարթակն են այդ միջազգային ռազմավարություններով ու նորագույն մեթոդներով կիսվելու համար։